Ավետարան ըստ Հովհաննեսի 1 Եվ բանն մարմին եղեի։ Սկզբից էր բանը, և բանը Աստծու մոտ էր, և բանը Աստված էր։ Նա սկզբից Աստծու մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրան չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր, և լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։ Կար մի մարդ, Աստծուց ուղարկված, նրա անունը Հովհաննես։ Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան։ Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին։ Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինել Աստծու որդիներ։ Նրանց, որոնք իր անվանը կհավատան։ Նրանք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից և ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Եվ բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս միածնին, լի շնորհով ու ճշմարտությամբ։ Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի. նա, որ իմ հետևից էր գալու, ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ կար»։ Մենք բոլորս նրա լրիվությունից ստացանք շնորհ, շնորհի փոխարեն, որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածնին Որդուց, որ Հոր ծոցում է, նա հայտնեց նրան։ Հովհաննես Մկրտչի վկայությունը։ Եվ Հովհաննեսի վկայությունը այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու Ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան. «Դու ո՞վ ես»։ Նա խոստովանեց առանց վարանելու, խոստովանեց, թե «Ես Քրիստոսը չեմ»։ Ու նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»։ Եվ նա ասաց. «Ոչ, չեմ»։ «Իսկ դու մարգարե՞ն ես»։ Նա պատասխանեց. «Ոչ»։ «Իսկ ասա մեզ, դու ո՞վ ես, որպեսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին»։ Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ. հարթեցեք Տիրոջ ճանապարհը, ինչպես ասաց Եսայի մարգարեն»։ Եվ եկողները փարիսեցիների կողմից էին։ Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչու ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան, և ոչ էլ մարգարեն»։ Հովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»։ Այս բանը պատահեց
Բեթաբրիայում, Հորդանանի մյուս կողմում, ուր գտնվում էր Հովանեսը և Մկրտուն։ Գառն Աստծո։ Հետևյալ օրը նա տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն ու ասաց. «Ահա գառն Աստծո, որ վերացնում է աշխարհի մեղքը։ Սա է նա, որի մասին ես ասում էի. իմ հետևից գալիս է մեկը, որ ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ կար, և ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար ես եկա ջրով մկրտելու»։ Հովհաննեսը վկայեց և ասաց. «Տեսա հոգին, որ իջնում էր երկնքից, որպես աղավնի և հանգչում նրա վրա, և ես չէի ճանաչում նրան, սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. ում վրա տեսնես, որ հոգին իջնում է և մնում է, նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով։ Եվ ես տեսա ու վկայեցի, թե սա է Աստծու Որդին»։ Հիսուսի առաջին աշակերտները։ Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը, նաև իր աշակերտներից երկուսը, և նայելով Հիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը, գառն Աստծու»։ Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։ Երբ Հիսուս հետ դարձավ և տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ինչ եք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի», որ թարգմանվում է վարդապետ, «Ո՞ւր է քո օթևանը»։ Նա նրանց ասաց. «Եկեք և տեսեք»։ Եկան և տեսան, թե որտեղ էր նրա օթևանը, և այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև մոտ ժամը 4-ն էր։ Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսի ասածը և գնացին Հիսուսի հետևից։ Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային», որ թարգմանվում է Քրիստոս։ Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան Հիսուս ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս», որ թարգմանվում է Պետրոս։ Փիլիպոսի և Նաթանայելի կոչումը։ Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլեա մեկնել, գտավ Փիլիպոսին ու նրան ասաց. «Արի իմ հետևից»։ Եվ Փիլիպոսը Բեթսայիդայից էր, Անդրեասի և Պետրոսի քաղաքից։ Փիլիպոսը գտնում է Նաթանայելին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են, գտանք նրան, Հիսուսին, Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։ Նաթանայելը նրան ասաց. «Իսկ կարելի է, որ Նազարեթից մի որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպոսը նրան ասաց. «Արի և տես»։ Երբ Հիսուս տեսավ Նաթանայելին, որ իր մոտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ Նաթանայելը նրան ասաց. «Որտեղից ես ինձ ճանաչում»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։ Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի, դու ես Աստծու որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ Հիսուս պատասխան տվեց նրան ու ասաց.
Նրա համար ես հավատում, որ քեզ ասացի, թե թզենու տակ տեսա քեզ, դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես։ Եվ ասաց նրան. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, բարձրանալիս և իջնելիս մարդու որդու վրա։